Հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացի։ Ընդդիմությունը շատ երկար ժամանակ փորձեց ներկայանալ որպես քո փրկիչ, սակայն ժողովուրդը եւ դու, սիրելի քաղաքացի, արդեն մեկ անգամ հուղարկավորել ես այդ ընդդիմությանը, որի վկայությունը եւ որի ականատեսը լինում ենք դալիճի աջ կողմում հենց այս րոպեներին։ Եվ տրամաբանական է, որ ընդդիմախոսները չունեն ապագայի ծրագիր, դրանց ծրագրերը անցյալի մասին են, ունեն մեկ նպատակ, ամեն գնով հետ բերել անցյալը, իրենց անցյալը։ Այսօր նրանք, ովքեր տարիներ շարունակ թալանել են պետությունը, լրացրել են քեզ, կեղծել են ընտրությունները եւ ընտրություններին մասնակցելու քո իրավունքը, կանգնել են քո առաջ եւ խոսում են արդարությունից։ Բայց բավարար է լսել իրենց խոսքերը եւ հիշել իրենց գործերը եւ ամեն ինչ տեղն է ընկնում։ Նրանք քեզ ասում են կփրկենք երկիրը, բայց հենց իրենք էին երկիրը հասցրել այդ վիճակին, երկիր, որը իսկապես հարկավոր էր փրկել։ Նրանք ասում են կբերենք անվտանգություն, բայց հենց իրենց կառավարման տարին էր, որ պետությունը ներսից քայքայման եզրին էր։ Նրանք ասում են կկառավարենք ավելի լավ, բայց երբ հնարավորություն ունեին կառավարել գոնե նորմալ, ընտրեցին թալանը, ընտրեցին ոչ թե զարգացումը, մեկ բառով ընտրեցին ամենաթողությունը։ Քեզ փորձում են նորից վաճառել հինը, նոր փաթեթավորմամբ ըստ էության։ Նրանք ունեն մեկ նպատակ՝ վերադառնալ ամեն գնով։ Սիրելի քաղաքացի, հիմա կասես բա մենք չենք գողացել քեզանից, մենք չենք կեղծել քո ձայնը, մենք չենք փակել քո բերանը, եւ ամենակարևորներից թերևս, մենք չենք փախել պատասխանատվությունից։ Կամ դու ընտրում ես անցյալը իր բոլոր արատավոր դրսևորումներով ու ամենաթողությամբ, կամ ընտրում ես խաղաղությունը իր բոլոր դրսևորումներով։ Ընտրություն ես կատարելու առաջընթացի կամ հետընթացի միջև։ Այսօր Հայաստանը կանգնած է մի կարևոր խաչմերուկում, սիրելի քաղաքացի։ Դա խաղաղության խաչմերուկն է, եւ մենք քեզ ասում ենք՝ տեր կանգնիր այդ խաղաղությանը։ Շնորհակալություն։